Պարոն Մինասյան, ինչպես ստացվեց, որ միտքից ստվելուց րոպեներ անց միայն ամբողջությամբ ներկայացավ նիստին, դա մտադրված ինչ-որ քայլեր է, իսկապես։ Չէ, ուղղակի մեքենաների կայանելու տեղ չկար։ Ուրիշ ոչ բան չի։ Եվ մենք սպասում ենք այս այդ գալու այդ բոլոր նիստերի ներկայանալու։ Ասեցի այն հարցերը, որոնք վերաբերվելու մի քանի անգամ առիթ եղել է հայտարարել։ Նորից պիտի սկսենք։ Պարոն Մինասյան, արդյոք նշանակում է, որ այս այդ բոլոր նիստերի ներկայանալու եք։ Բոլոր նիստերի, այն նիստերը, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացմանը, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մենք նաև ունենալով 14 մանդատ կարող ենք հրավիրել արդահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը, մեր նախընտրական ծրագրերում հայտարարած բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որպեսզի իրականանան, քանի որ այդ ծրագիրը մեր քաղաքի Գյումրու եւ գյումրեցիների մասին է։ Այսինքն մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին եւ մեր բնակչությանը։ Այնպիսի տպավորություններ, որ ընդհանուր հայտարարի եք դիպում կոմունիստների հետ, հա։ Կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի, չգիտեմ, ինչպես պիտի կանք, ճիշտ ասած, այդքան շատ ծանոթ չեմ, հոկտեմբերի գետ չեմ եղել, պատիվ չեմ ունեցել հոկտեմբերի լինելու, բայց ասենք անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հետ ուղղակի ասենք պոպուլիզմ է կամ ցուցադրություն, որին ես դեմ եմ, մարդիկ հանձնաժողովների մեր նախագահների կողմ են քվեարկել, այդ հանձնաժողովները համատեղ նախագահ, տեղակալ, անդամներ բոլորս միասին աշխատելու ենք, բնականաբար այն հարցերը, որոնց մեջ մենք խնդիր կտեսնենք, այն հարցերը, որոնք չեն վերաբերվի մեր քաղաքի ընդհանուր շահին, մենք դեմ ենք լինելու, բայց այն բոլոր հարցերը, որոնք իօգուտ է մեր քաղաքի զարգացման այս ծանր վիճակից հանելու, բնականաբար մենք մեր լիազորությունները օգտագործելու ենք, այդ հարցերին հետևողական լինելու ենք, ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, որտեղ ասեց մենք ընկերով պետք է խոսենք, ընկեր Ղուկասյանը նշեց, ինչպես ինքն է խիստ լինելու, կրկնակի անգամ մենք ենք խիստ եւ հետեւողական լինելու, որովհետեւ այդ պաշտոնյաները իրենց լիազորությունները եւ պարտականությունները իրականացնեն պատշաճ օրենքի համապատասխան եւ ծառայեն գյումրեցիներին։ Փոխհարաբերների քննարկությանը Պարոն Մինասյան, դուք ամեն դեպքում որևէ պաշտոն զբաղեցնելու եք, որովհետև տարբեր պաշտոններ շրջանառվեցին, որ ձեզ առաջարկել են կամ առաջարկել։ Եվ որպես հարցի վերացում պարոն Մինասյան, ինչու փոխքաղաքապետի պաշտոնում ԿՊ-ն տեխնատություն չառաջադրեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք մեծությամբ առաջին խմբակցությունն եք քաղաքրանում։ Քանի որ հիմա այստեղ եմ, ասել եմ իմ մանդատս վերցնում եմ, որևիցե պաշտոնի չեմ հավակնում, ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես, 17200 ձայն ունեցող խմբակցություն եւ անձնավորություն եմ, իմ համար դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնն է։ Չենք ներկայացրել փոխքաղաքապետի տեխնացու, որովհետև հայտարարել ենք, քանի որ իշխանությունը ձևավորվել է, համայնքային իշխանությունը ձևավորվել է ոչ դասական քաղաքականության պրոցեսների արդյունքում, հայտարարել եմ, որ քաղաքային իշխանության ձևավորմանը մենք մասնակցություն չենք ունենալու, այսինքն նաև անիմաստ է սեփական տեխնացուին ներկայացնել որպես փոխքաղաքապետ։ Դա կնշանակի համագործակցություն, դա կնշանակի կոալիցիա կամ հուշագիր, չգիտեմ ինչ, դրա համար հեռու ենք մնացել։ Բացառում եք ինչ-որ շրջանում կոալիցիա ձևավորել Տոմկոսի հետ։ Այո, բացառում եմ։ Իսկ ինչն է պատճառը։ Ես ուր կոմունիզմը ուր։ Արտահերթ ընտրությունների հարց այնուամենայնիվ ձեր օրակարգում կա, թե ոչ, որովհետև դուք մեկ անգամ տեսեք, այդ արտահերթ ընտրությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի ճակեր տալ, երբ սկսեն բախվել արդեն անձնական եւ
քաղաքական շահերը, որը ես անխուսափելի եմ համարում։ Բայց օրինակ այսօրվա քվեարկությունը այդ մասին հուշում էր, այսօրվա քվեարկությունը այդ մասին հուշում է, ջոկեր լինելու։ Տեսեք, այսօրվա քվեարկությունները այդքան մեծ էական նշանակություն չունեցող քվեարկություններ են, մարդիկ մյուս խմբակցությունները հայտարարել էին, որ ընտրելու են Վարդան Ղուկասյանի որպես Գյումրի համայնքի ղեկավար ընտրել են, չեն հայտարարել, որ տեղակալներ են ընտրելու, եկել ընտրել են, դրանից հետո, ինչպես ասում ենք, ապրենք, տեսնենք, ինչպես կընթանան, քանի որ 26 թվականին Հայաստանի Հանրապետությունում ազգային ժողովի ընտրություններ են, այս տարբեր քաղաքական ուժերը ես կարծում եմ նույն ճանապարհով չեն գնալու։ Քաղաքացիական պայմանագրին տեսնելու եք, այսպես Ոչ միայն տեսնելու եք, նաև լսելու եք, նաև հբարդանալու եք։ Մտահոգ ենք կարճ ժամանակ չենք տեսնում, դրա համար է գործընկերոջից հարցը։ 15 րոպե չեն թողնի։ Շնորհակալ եմ, զգացված եմ ընկեր Ղուկասյան։ երբ կայացավ ձեր հաշտությունը, այս պահին թե դրանից Բայց ես գեշտված չեմ եղել, ընդհանրապես, որից եմ ձեր եկել։ սեղմեցիք, հա, շնորհավոր։ Բարևեցինք, շատ նորմալ։ Չէ, կոնյակ բանյակով չեմ եկել շնորհավորել, բայց իհարկե մենք բոլորս հայ ենք, գյումրեցի ենք, ոնց կարող ենք չկարողանալ։ Երթնակալությանը ներկա չեք բանում։ Ոչ։ Հայտարարել ենք դրանից առաջ, երևի դուք ուշացել եք։ Այն ժամանակ հայտարարել ենք։ Ես եմ շնորհակալ Լինելու եք խմբակցության ղեկավարը ըստ էության եւ խմբակցության դիրքորոշումը, կուսակցության դիրքորոշումը դուք եք հայտնել, այսպես ասած, ինչ եք պատրաստվում, հա, տեսեք կան քվեարկություններ, որ ձերուն քվեարկեցիք, դեմ քվեարկեցիք։ Տեսեք եղան տեսքեր, օրինակ ես հետևում եմ մեր քաղաքաշինքը նկատեց, որ դուք իրենց տեխնացուի կողմ եք քվեարկում, հաջորդ ձեր հանձնաժողովի տեղակալին մինչ այդ ձեռն պահեն, բայց հետո կողմ քվեարկեցին։ Այսինքն ինչ է ստացվում, նայելու են ոնց է քվեարկելու, հա, քաղաքացիական պայմանները, ես ուրիշների փոխարեն չեմ կարող ասել, ինչի կարող է նաև անձնական այդ մարդիկ գտել են մեկին պիտի ձեռնպա քվեարկեն, այն մյուսի հետ հաշտ են եղել, կողմ են քվեարկել, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել։ Բայց խմբակցության դիրքորոշումը դուք եք հայտնել ըստ էության։ Միանշանակ մենք յուրաքանչյուր նիստից առաջ հավաքվելու ենք, հասկացնելու ենք խմբակցության խորհրդակցություն, որոշելու ենք ընդհանուր ամենքս մեր ունեցած միտքը, գաղափարը, մեր կարծիքը հայտնելու ենք, ընդհանուր մեծամասնության կարծիքով ենք առաջնորդվելու ժողովրդավարական ճանապարհով։ Դե պարոն Մինասյան, 3-4 ամիսների ընթացքում ինչ հասցրեցիք անել, ինչ կարևոր գործեր կարողացաք անել։ Գյումրեցիներին հարցրել, քաղաքի բնակիչներին հարցրել, իրենք ասել։ Պարոն Մինասյան, ինչ նախագիծ կներկայացնեք առաջիկա նիստերին, առաջին նախագիծը Մեկ ժամ չի, մի կես ժամ առաջ է նիստը վերջացել, հաջորդ նիստի օրը ամսի 20-ին իմացել ենք, կես ժամում չենք հասցնի բայց այն կանխատեսում, որ Ղուկասյան, Վարդանի եւ Մարտին Գրիգորյանի խմբակցությունները չեն համագործակցելու, այսօր տեսանք, որ շանսեր կան համագործակցելու։ Այսինքն սա չի վկայում, որ այդ կանխատեսումները կարող է չիրագործվեն եւ այնուամենայնիվ կառավարման ճգնաժամ չլինի։ Քանի որ ինքներդ ասեցիք կանխատեսումը արդադիր իրականանալիք չէ, այսինքն կարող է եւ չլինի, բայց քանի որ մարդը ունի միտք, վերլուծության հնարավորություն, նաև կարող է կանխատեսումներ առնել քաղաքական առումով, հիմա է շատ արդիական է քաղաքական չէ կանխատեսումներ կատարելը, ամեն մեկս ունենք մեր պատկերացումը եւ իրավունք ունենք մեր կարծիքը արտահայտելու։ Ներքի պայմանավորվածություններ, հանդիպումներ եղել են կամ նախատեսվում են բանալիացիա։ Որտե՞ղ։ Մյուս քաղաքական ուժերի հետ ավականու կազմում արտադրված։ Ոչ, չի եղել։
չեմ մտածում, որ կարիք կլինի։ Մասնակցել է վերջին բանի, որոշեցիք, որովհետև նախապես ասել Չէ, եք, որ չեք դու մասնակցել էլի եւ շատ ուշացածը։ մեքենաների կայանելու տեղ չկար, որովհետեւ առանձին չկային, միասնական ներկայացանք, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։